Ողջույն բոլորին, այս տեսանյութում հաջորդ շաբաթվա կանխատեսումն է, նաև եկեղեցիների ղողանջի ներքո։ Այս անգամ որոշել եմ նայել տարոքարտերով այս շաբաթը, տեսնենք ինչ է մեզ բոլորի սպասվելու։ Նույնը գնայենք, բայց ուղղակի տարոքարտերով, տեսնենք ինչ կասեն տարոքարտերը մեզ այս շաբաթվա համար։ Վերջին շաբաթն է հուլիս ամսվա, տեսնենք ինչ է տեղի ունենալու։ Եվ ես որոշել եմ նաև ուրիշ գործունեությամբ զբաղվել YouTube-ով, դա եթե միամիտ կհանդիպեք, ձայնս կճանաչեք, կարող բաժանորդագրվել, եթե կհետաքրքրի, հատուկ չեմ կիսվելու, որպեսզի ոչ թե մարդիկ ստիպողաբար, ինչ-որ կամ ստիպված լինելով գրանցվեն, այլ ուղղակի հետաքրքրի և գրանցվեն։ Սեն հավաքեցի, նշաններն էլ էի տարել։ Մի խոսքով, որպեսզի դուք դա ձեզ հետաքրքրի, որ մտնեք և նայեք։ Իսկ հիմա տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս շաբաթվա ընթացքում։ Դե իհարկե, եթե այն գործունեությունը մի քիչ լավանա, հնարավոր է նաև այս գործունեությունը կանգ առնի։ Որովհետև մոտիվացիա էլ չկա։ Այն տեսանյութերը, որոնք որ այդպես հավեսով ուզում եմ անել, նոր տեսանյութեր, որոնք ուզում հավեսով անել, մոտիվացիա չկա։ Եվ ինձ թվում է դուք ինձանից լավ գիտեք, թե դա ինչից է։ Ես ամեն անգամ չեմ ուզում կրկնել դա։ Պետք է մարդ մոտիվացիա ունենա, հավես ունենա, որ ինչ-որ մի բան անի, ինչ-որ մի բան ուզենա առաջ տանել, ինչ-որ մի բան ուզենա նորից անել, որովհետև դրանք ամբողջ ժամանակ է և ես էլ նոր սկսնակ չեմ։ Իսկ նոր սկսելու համար ես կանեմ այն մյուս ալիքում, որտեղ որ կփորձեմ նոր գործունեություն ծավալել և առանձնանում է ամբողջությամբ այս ոլորտից, որով որ ես հիմա զբաղվում եմ։ Այսքանը տեղեկատվության դաշտից և անցնենք արդեն կանխատեսմանը։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 2-ը։ Եվ իհարկե գնայենք մնացածն, տեսնենք ինչ է սպասվում։ Ինչ է սպասվում խոյերին։ Լավ է, շատ լավ քարտեր են ընկել, այնպես որ հիանալի շաբաթ է ձեզ համար։ Ուրեմն այստեղ կանգնած եք, կարելի ասել, նոր կյանքի շեմին, նաև այստեղ որ նայում ենք, մեկ այլ քարտում, դա ցույց է տալիս մարդը նայում է հեռուն։ Դա նշանակում է, որ կհասնեք ավելի մեծ բարձրունքների այս շաբաթ, ուզում եք նաև փոխել ձեր կյանքը, ինչ-որ նոր բանի սկիզբ է ձեզ մոտ, նոր բան է մտնելու ձեր կյանք, իհարկե, ուղղակի պետք է լիարժեք ապրեք, հույս դնեք լավ բաների վրա, ամենակարևորը։ Եվ այս շաբաթ կարող եք ամուր հիմք դնել որևիցե գործունեության հետ կապված, ամենայն դեպս հաջողակ և շաբաթ է այստեղ և քարտերից է երևում և ընդհանուր, ֆոնը, ընդհանուր տրամադրվածությունը շատ լավ է, առաջ գնացեք առանց վախերի, ոչ այստեղ մարդը կանգնած մտածում է, ինչ անի, ուր գնա, միգուցե նայում է հեռուն և տեսնում է այնտեղ ինչ-որ բարձրունքներ, որտեղ դեռ պետք է գնա հասնի, բայց պետք չի, ոնց որ մտածել, որ դա ձեզանից բավական հեռու և չեք կարող գնալ հասնել։ Պետք է ոնց որ ասում են կարևոր
քայլը անեք եւ հիմա շաբաթ միգուցե այդ քայլի նախապատրաստական փուլում եք դուք գտնվում, ինչ պետք է ոնց որ առաջ տանել։ Անձնական հարաբերություններում այստեղ ոնց որ մարդը իր դիրքում է նստած, իսկ դա նշանակում է, որ հասել եք արդեն այն գագաթնակետի, միգուցե գրավել եք որևիցե կնոջ կամ տղամարդու, նաև դա կարող է նշանակել, որ հարաբերություններում ամեն ինչ արդեն լավ է, արդեն կարգավորվել է հարաբերությունները, նաև սա նոր սեր կարող է լինել, որ ավելի վստահ եք ձեզ վրա, որ օրինակ դիմացինն էլ է զգում ամեն ինչ։ Ընտանիքում շատ լավ միջավայր կլինի, մեկը մյուսի հանդեպ հոգևոր կապվածություն ունի, լիակատար բավարարված եք դուք ձեր կյանքից, անձնական կյանքից այս շաբաթվա ընթացքում։ Դե միգուցե նաև վճռական եք տրամադրված, որպեսզի գնաք եւ խոսեք տվյալ անձնավորության հետ, ում հետ որ ուզում եք կյանք կապել, ում հետ ուզում եք ծանոթանալ, այդպես։ Համար ճիշտ ժամանակն է այս շաբաթ, որովհետև ավելի այդպես վճռական եք տրամադրված եւ ձեր դիրքը գիտեք, ձեր նիստուկացը գիտեք։ Ուրեմն աշխատանքի բերումով սովորաբար նաև այս քարտը ցույց է տալիս ձեր գործընկերներին։ Այստեղ գործընկերները միասին շատ լավ են, հատկապես հեսա շուտով խավարում է, ոմանք կարող են նաև ընդունվել աշխատանքի այս խավարման ընթացքում, եւ դա կարող է լինել նաև ոնց որ ճակատագրական քայլ, եւ կարող եք 9 տարի կամ 18 տարի աշխատել տվյալ միջավայրում, տվյալ վայրում կամ տվյալ այդ գործողությունը, որ անում եք, ինչ որ բիզնես կարող է լինել դա, այնպես որ այստեղ կարող եք անել։ Բարենպաստ ժամանակ է ձեզ համար, որ դուք սկսեք։ Նաև սա գործարար կնոջ է ցույց տալիս, եթե կին է նայում, ապա սա գործարար կնոջ է ցույց տալիս, հմուտ, վճռական, ավելի հանգիստ եւ առանց աղմուկի ոնց որ իրականացում է իր աշխատանքը, իր բիզնեսը, թեկուզ եթե իր նախագծերը, եթե թեկուզ ինչ որ մեկի մոտ եք աշխատում, ապա գուցե նաև պաշտոնեսա, միգուցե բարձրացնում են ձեզ, առաջ խաղացում ունեք, տեսնում են, հա, թե դուք ինչպես եք աշխատում, ձեր աշխատելաձևը։ Մասնագիտության մեջ այստեղ նաև նույնպես հաջողություն, ճանաչում, եթե ինստիտուտ եք ուզում ընդունվել, սա եւս ասում է, որ կընտրեք նաև շատ լավ մասնագիտություն կամ ընտրել եք արդեն եւ կընդունվեք այս ամիս, այս տարի նաև այդպես կարող եմ ասել, դե ոնց որ գնաք սովորելու։ Նաև այստեղ ոմանք կարող են լինել բժիշկ, ուսուցչուհի, սոցիալական աշխատող, նաև հյուրանոցային բիզնեսի հետ կապված, սեփականատեր, զբոսաշրջության հետ կապված, եթե նման տեղեր եք աշխատում եւս, հա, այս շաբաթը հաջողություն այստեղ կարող եք շատ մարդկանց տանել, շատ մարդիկ նաև հա ցանկանան, որպեսզի գնան այստեղ այնտեղ եւ տեսնեն ինչ է կատարվում։ Եվ այստեղ գումարի հետ կապված սա գումար է գալու պարտադիր, գումար կկարողանաք վաստակել ավելի շատ այս շաբաթ, գումարի հետ կապված բացարձակ խնդիր չկա, եթե ֆինանսական հարցի հետ կապված ինչ որ հա խնդիրներ կային, ապա կլուծվեն ձեր օգտին։ Դա այստեղ ամենայն դեպս, եթե գումարի եք սպասում, գումարը կգա, այսպես թե այնպես շաբաթվա վերջը եւ առանց խնդրի գումարը կգա։ Նաև կարող եք գտնել եկամտի աղբյուր կամ այստեղ աշխատանքը բարձրանա, նաև բարձրանա ձեր աշխատավարձը, որտեղ սա բարձր քարտ է ֆինանսական։ Ավելի ուղղակի պետք է մի քիչ զգույշ լինեք, հա, շատ չծախսեք խաբեություններում, նաև զգույշ լինեք, որովհետև կարող են տեսնել բավականին շատ գումար եք վաստակում եւ հա արդեն այստեղ փորձեն գայթակղել ձեզ, պարտքով գումար վերցնեն ձեզանից, դե ասեն դե արդեն գումար է ստանում, ոչինչ չի լինի, որ 1-2 գումար տաս։ Եվ այստեղ առողջության հետ կապված սա
մի քիչ ուղղակի վատ սովորությունների հետ է այստեղ կապված, դե դա կարող է լինել ինչ-որ մի բանին կպչուն, հա, ինչ-որ մի բան, որ մարդը ոնց որ վատ սովորություն է, միայն այն չէ, որ օրինակ ալկոհոլ եւ այլն, վատ սովորություն օրինակ հեռախոսը կարող է լինել, սերիալները կարող են լինել եւ այլն, հա, շատ բաներ կան, որ պետք է ուղղակի դա վերացնեք ձեզանից։ Եվ ջուր շատ խմեք, ջրի հավասարակշռությունը պահպանեք օրգանիզմում։ Նաև այստեղ կարող եք գնալ ծով կամ աղեր ընդունել ծովային, երիկամներին ուշադրություն դարձրեք, միզապարկին, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը։ Ինչ է սպասվում ցուլերին Այս կարտոնի փոքր հանենք, որպեսզի այդպես բարձ չերևա, չգիտեմ YouTube ինչպես է ընդունում այդ քարտերին։ Ուրեմն ընդհանուր այստեղ մի փոքր ինչ-որ մի բան կարծես թե ձեզ ցավեցնում է։ Այստեղ ինչ-որ մի հոգեվիճակ է ձեզ մոտ, ինչ-որ մի բանը հասել է ինչ-որ մի գագաթնակետին, նստած մտածում եք։ Միգուցե ընտրության առջև եք նաև կանգնած եւ պետք է այստեղ ոնց որ ասում են ամբողջությամբ կորած չէ յուրաքանչյուր բան եւ ոնց որ այստեղ երկու գավաթ մնացել է, մնացածը շուռ է տված, այսինքն ոնց որ մարդու կյանքում ինչ-որ մի բան այնպես չէ, բայց դեռ կա հույս, որ կկարողանա ամեն ինչը վերականգնել, կամ եթե ընտրության առջև եք, կարող է ինչ-որ մի քանիսը այդքան էլ չեք ուզում անել, ձեզ այդքան էլ դուր չի գալիս այդ process-ը, կարող է գործին է վերաբերվում, հարաբերություններին է վերաբերվում, ոնց որ քարտը ասում է, որ այդ ամեն ինչ կորած չէ։ Սա նաև ինչ-որ մի բանի կարող է ավարտ է եւ ինչ-որ մի բանի սկիզբ։ Ոնց որ նոր սերմերի հնարավորություն ձեզ տրվում, այնպես որ կարող եք անել։ Դա մտածմունքների մեջ եք, որը ընդհանուր կարող է նաև ազդել ձեր ընդհանուր շաբաթի վրա։ Ֆոնը ոնց որ միգուցե ինչ-որ բան եք կորցրել, միգուցե հարաբերությունները, միգուցե այստեղ նաև աշխատանքի հետ է կապված, ոնց որ հույսն է մարդու կորած նաև։ Բայց հա ամեն ինչը այստեղ վերականգնվելու հնարավորություն ունեք նաև։ Ինչ-որ մի բաներ կան նաև սովորելու, նոր հմտություններ ձեռք բերելու, որպեսզի կարողանաք անել, ոնց որ ինչ-որ մի բանը չի ստացվում ձեզ մոտ։ Դե մի խոսքով օգտվեք այդ առիթից, ոչ թե նստեք գնացածի վրա տանջվեք, այդպես մի այդպես վարվեք։ Ավելի լավ է, որ դուք այն ինչ որ կա, դրանից օգտվեք, այն ինչ որ կա, դա ինչ որ մի ձևով առաջ տարեք, ոչ թե վայ ինչ որ մի բանը գնաց, վայ այսպես, հա, եւ նստեք եւ տառապեք ամբողջ ժամանակի ընթացքում։ Սիրային հարցերում սա խորը սեր, կարմայական նաև միգուցե սեր, նոր սեր կարող է լինել, նոր հարաբերությունների սկիզբ կարող է լինել։ Կարող եք նաև ձեր հարաբերությունները քննարկել ձեր զուգընկերոջ հետ հասկանալու համար, հա, թե
որ դիրքում եք արդեն։ Այստեղ չի բացառվում նաև, որտեղ ինքը խավորման քարտ է նաև համարվում, ըստ ինձ։ Մնացածին չգիտեմ։ Սա ոնց որ խավորման ժամանակ միգուցե քայլ անեք, ամուսնանաք, ամուսնության առաջարկ անեն ձեզ, որոշեք հենց այդ շրջանում ամուսնանալ, որ ամեն ինչ լավ լինի ձեզ մոտ, պետք է ուղղակի ասեմ, որ եթե ինչ-որ մի բանը վատ եղավ, 18 տարի կարող է վատ լինել։ Դա այդպես պետք չի մտածել։ Դա այստեղ նաև ոմանք կարող են մայրանալ, երեխայի ծնունդ, նաև հարսանիք կարող է լինել այս շաբաթ գնաք կամ ձեր հարսանիքն է այս շաբաթ։ Դա սա խաղաղ է, խաղաղություն է։ Տանը խաղաղ եք, անվտանգ եք զգում ձեզ, ձեր զուգընկերոջ կողքին, եթե թեկուզ դեռ շփվում եք, հա, այդ հարաբերությունները ոնց որ դե պատնեշ է ձեզ։ Ոմանց մոտ սա նաև եթե զգում եք, որ հարաբերությունները այդքան էլ հա ի վերջո առաջ չեն գնում, որ անհույս է, այստեղ կարող է լինել նաև նոր հարաբերություն։ Նոր հարաբերություններում փոփոխություն, այդ կամ տվյալ մարդու հետ, կամ մեկ այլ անձնավորություն կարող է մտնել ձեր կյանք։ Նոր հարաբերությունների սկիզբ լինի։ Աշխատանքի հետ կապված սա ամենաբարձր ֆինանսական քարտն է, ոչ թե աշխատանքի, բայց այստեղ նաև ասվում է, որ բարձր պաշտոն կարող եք ունենալ, պատասխանատու աշխատանքով զբաղվեք, կարիերայի առաջ խաղացում, բայց դա շատ արագ կարող է տեղի ունենալ, ավելի շատ կկենտրոնանաք աճի վրա, ինչ-որ մի բան կուտակելու վրա, ֆինանսը կուտակելու, հմտությունները կուտակելու, ձեզ կարող է հետագայում պետք գա։ Արդեն հասել եք բարձր, հա, ամենաբարձր, ոնց ասում է, անգնահատելի, անգերազանցելի մակարդակի։ Այնպես որ այստեղ կարող է լինել աշխատավարձի բարձրացում, կարող է լինել բարձր եկամուտով աշխատանք, դա կարող է լինել նաև պաշտոնը բարձրանում է, բնականաբար աշխատավարձն էլ է բարձրանում։ Դա կամ եթե բիզնես ունեք, ապա բիզնեսում եւս սա առաջ խաղացում է եւ այդպես եւ ֆինանսապես ավելի կայուն։ Բայց այստեղ նաև պետք է պայքարեք, հա, պայքարեք պաշտոնի համար, պետք է պայքարեք ձեր աշխատավարձի համար, պետք է պայքարեք ձեր եկամուտների համար։ Միգուցե այնպիսի աշխատանք եք անում, որ կա հակառակորդ եւ պետք է պաշտպանվել իրենից, հա, այդպես նաև դե ձեր գումարները պինդ պահեք, բայց է միտեղ։ Այստեղ կարող եք մտածել, թե ինչպես անել նաև երկրորդ եկամտի աղբյուր ունենալ, պահպանել նաև այդ երկրորդ եկամտի աղբյուրը, որտեղ այստեղ պայքար է։ Իսկ պայքարը դա կարող է լինել ոչ թե ինչ-որ մեկի հետ պայքար, դա նաև չի բացառվում, հա, այստեղ կարող է պարտքեն ձեզ կամ դուք եք պարտք եւ այստեղ, հա, այդ պարտքի հետ կապված խոսակցություններ լինեն։ Նաև ուղղակի պետք է ոնց որ մարդը ձգտում է, հա, պայքարը նաև դա է, որ մարդը ձգտում է, որպեսզի կարողանա ավելի շատ վաստակել, ավելի շատ գումար ունենա կամ բոնուսները ձեզ տան, եթե հա նման հնարավորություն կա, որ գիտեք աշխատավայրում բոնուսներ են տալիս, ապա ոնց որ կարող պայքարել, որ այդ ֆինանսական բոնուսները անպայման ձեզ տրվեն։ Իսկ առողջության հետ կապված այստեղ պետք է անպայման ուշադրություն դարձնել չար աչքին, իդեպ գիտեք, ես ինքս ցուլ եմ եւ շատ եմ խոսում այդ մասին, որ երազներում շատ եմ տեսնում։ Չար աչքը հիմա այս պահին եւս կա, եւս ես կարող եմ ասել, որ մարդիկ կան, ովքեր աշխատում են իմ ալիքների վրա, ես դա 100-200%-ով եմ ձեզ հենց հիմա ասում։ Եվ ես այն մտքով, որ մինչև սկսել է, եթե լսեք սկիզբը, ապա կհասկանաք ես ինչի մասն եմ խոսում։ Եվ հիմա այս քարտը դուրս գալով ես եւս մեկ անգամ ապացուցվեցի եւ ինքս ինձ էլ ապացուցեցի, որ այո, իմ տեսլականը ճիշտ էր, որ այո, գործողություն է կատարվում եւ դա զգում եմ այդ հոսքը, որ գործողություն է կատարվում եւ իմ հետևորդների հետ կապված
եւ իմ ալիքների հետ կապված։ Դե ամեն մարդու գործունեությունը տարբեր է եւ ովքեր որ չար գործողություններ են անում եւ ձեզ վրա եւ ինձ վրա եւ ալիքների վրա, թող այդ ամբողջը հետ վերադառնա իրենց կյանք, իրենց երեխաների եւ իրենց ամբողջ ապրած կյանքի վրա։ Յուրաքանչյուր չար գործողություն, որոնք որ իրենք փորձում են անել։ Որովհետև այս քարտը հենց ցույց է տալիս, որ չար գործողություններ նաև կարող են անել ձեր էներգիայի վրա, ձեր առողջության վրա, այո, նաև ինձ համար կարող են անել այնպես, որ էներգիա չունենամ, որպեսզի ես գործողություն չանեմ, չէ, որովհետև այսքան խոսելը դա էներգիա է եւ էներգիայի վատնում է, եւ չարությունը դա նշանակում է, որ էներգիատ կարող ես կորցնել։ Եվ այստեղ պետք է ուշադիր լինել ովքեր որ կախվածություն ունեն ալկոհոլից եւ այլն, այնտեղ ծխելուց եւ այլն, յուրաքանչյուր բան պետք է զգուշ լինեք, որտեղ գայթակղությունը այս շաբաթ ավելի շատ կլինի եւ ավելի շատ այնպես գայթակղվեք։ Դե ոմանք քաղցրից միգուցե լինի, ոմանք, այստեղ օրինակ ես քաղցրի հետ կապված, բայց այստեղ եւս էլի մեկ անգամ եմ ասում, որ սա վնաս է, սա չարաճք է, հատուկ առողջության հետ կապված եւ իհարկե ձեր գործունեության։ Այստեղ ոնց որ որպեսի ձախողվեք, այսինքն դուք խնդիրներ ունենաք եւ դուք ձախողվեք ձեր գործունեության մեջ։ Դա վստահ ասում եմ ձեզ, յուրաքանչյուր ցուլ նաեւ ինձ։ Էլի եմ ասում, բոլորին մենք բոլորս բոլոր ցուլերով հետ ենք վերադարձնում յուրաքանչյուրի չար գործ իր կյանք, իր երեխաների կյանք եւ իր ամբողջ կյանքի ընթացքում, որ նա զգա այնինչ, որ ինքն էր ուզում անել մեզ բոլորիս։ Այսքանը թող որ հաջողությամբ լինի բոլորիս այս շաբաթը։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը։ Ինչ է սպասվում եկվորյակներին, տեսնենք։ Այդտեղ մի քանի բան կա, որ նեղվածություն է առաջացնում ձեզ մոտ, ֆինանսները հատկապես, մի փոքր այստեղ խնդիր կա։ Ուրեմն, այստեղ ձեզ կարող են օգնել, աջակցել այս շաբաթ, ինչ որ մեկը ձեզ կարող է բարեկամության ձեռք մեկնել, օգնության իհարկե նպատակով, նաև դա կարող է լինել հղիություն, ծննդաբերություն ոմանց մոտ, նաև այստեղ կարող է լինել փոքր տարիքի ինչ-որ բաներ, երեխաների համար կամ ինչ-որ փոքր դետալների ստեղծում, գուցե ցանկանաք ինչ-որ մի բան արտադրել, որը լինի շատ ինչ-որ փոքր։ Հարաբերություններում որևիցե շատ լավ մի բան տեղի կունենա, պայծառ, բարի, ձեր ցանկությունները կկատարվեն, ավելի շատ այստեղ կձգտեք ձեր ցանկությանը, որ գնաք, անեք այն նոր սեր ոմանց մոտ, սիրավեպի սկիզբ, երազանքներ, այսպես ինքը ընդհանուր շատ լավ քարտ է ընդհանուր ֆոնի համար։ Դե միայն ֆինանսներն է, որ այստեղ խնդիր է, ոնց որ մարդը երազում է, ինչ-որ մի բան է ուզում ստեղծել, ինչ-որ մի բան է ուզում անել, ինչ-որ մի բան կանգնացնում է իրեն, որովհետև ինքը դա ֆինանսներն է, որից որ ինքը նեղվում է։ Դա ոնց որ մարդը սիրահարվել է, ուզում է այդ մարդու հետ շփվել, բայց ահա ֆինանսները մի փոքր նեղում են, որ այդ մարդուն տանի այստեղ, այնտեղ,
Եվ դրանից միայն կարող է, որը ֆինանսներ, որ նեղվում եք, թե չէ, ընդհանուր առմամբ որևիցե այստեղ խնդիր չկա ընդհանուր ֆոնում։ Եվ իհարկե այստեղ անձնական հարաբերություններում ձեր ամուսինը, դուք գուցե հասնեք ոչ թե գագաթնակետին, սա նաև ուժ է, նոր պատասխանատվություն, գուցե այստեղ հղիություններ, ծննդաբերություններ եւ դա բերում է նոր պատասխանատվություն, մեկը մյուսի հանդեպ հոգատար կլինի, ընտանիքում չկա սուտ, անվստահություն, ամեն ինչ կարգին է, ունեք պահպանողական հայացքներ, այդպես մարդը իրեն ուժեղ է զգում, եթե հատկապես տղամարդ է նայում, ավելի ուժեղ է զգում իր ընտանիքում, բոլոր իրեն են ենթարկվում մի տեսակ, նաև գումար է տուն բերում, եթե սա ձեր ամուսնուն է խորհրդանշում, ապա եւ ֆինանսապես գումար է բերում տուն եւ գործնականում մի տեսակ ավելի այդպես առնական է եւ կարող եք ինչ-որ մի հարցում դիմել իրեն եւ նա կանի ամեն ինչ որ ուզում եք։ Միգուցե նաեւ իր մոտ է աշխատավարձի բարձրացում տեղի ունենում, կամ դուք եք, հա, ձեզ մոտ է բարձրացում տեղի ունենում կամ դա ինձ թվում է ձեզ մոտ այդքան էլ չէ, որտեղ ձեզ մոտ ֆինանսական խնդիրներ կան, ավելի շատ այստեղ կամ տան տղամարդուն կամ միգուցե պետք է զիջեք, հա, եթե տղամարդ է նայում, միգուցե ֆինանսապես այստեղ պետք է մի փոքր զիջեք, այսինքն դիմացին է կարող է ավելի շատ գումար աշխատել, քան դուք։ Այստեղ աշխատանքի հետ կապված մի փոքր այստեղ սուր պահ է, այստեղ պետք է ուշադիր լինեք։ Ոնց որ այս շաբաթ կտեսնեք աշխատանքի բերումով, ոնց որ մարդը իրերը տեսնում է ամեն ինչ իր ձևով, այդպես։ Եվ ավելի վճռական կլինեք, սա վճռականության քարտն է ինձ համար, բացի այն նաև ավելի սուր միտք ունի եւ ուղղակի կարող է վեճի հագուստը հագած լինի այս շաբաթ, հա, աշխատանքի մեջ, կամ այդպես ձգտի ինչ-որ մի բան առաջ տանելու համար։ Այստեղ ովքեր որ մաթեմատիկոս են, բժիշկ են, ֆինանսների հետ կապված կրթական մասնագետներ են, այդտեղ ուսուցիչ եւ այլն փորձագետներ են, ապա այստեղ որակը կարող է բարձրանալ ձեր, հա, աշխատանքը բարձրանալ, կամ դուք արդեն զգաք, որ ուրիշ ձև եք աշխատում։ Նաև եթե այստեղ կարող է ոմանք գնան գործուղման, չի բացառվում։ Դե տրամադրված եք ոնց որ ֆիքսված, այդպես ասում եք վերջ, կամ բիզնես եմ բացելու, կամ դուրս եմ գալու այս աշխատանքից, կամ այլևս թույլ չեմ տալու, որ խնդիրներ ստեղծվի իմ աշխատանքում, կամ վերջ ուրիշ ձև եմ աշխատելու արդեն, որ հաղթանակը իմը լինի, աջողությունը իմը լինի, այդպես։ Սա նաև կարող է լինել շատ բառացի բոլորը լսեն ձեր հաղթանակի մասին, ինչ-որ մի բան շատ լավ անեք, եւ դա բնականաբար հա բերում է արդեն ավելի բարձր պաշտոն, բարձր դիրք, հեղինակությունն է ձեր բարձրանում այստեղ ավելի շատ։ Այստեղ ֆինանսները մի փոքր նեղվում եք, այստեղ դժվար ժամանակաշրջան է, որը պետք է անցնեք, միգուցե այս շաբաթը, միգուցե ամսվա վերջը գումարը դեռ ձգձգում են, հա, ոնց որ 1-2 օր եւ ոնց որ հազիվ, հա, այսպես կարող եք հասցնել մինչև նոր աշխատավարձը գա։ Դե համար արդեն գիտեք մի փոքր հետ պահեք ծախսերից ձեզ։ Այստեղ միգուցե մեծ գումար եք ծախսում եւ հետո նեղվում եք գումարից, մտածելով որ հեսա գումար է գալու եւ նեղվում եք այս պահին, այնպես չի որ այստեղ հա եւ ցույց է տալիս որ ֆինանսապես ապահոված եք ուղղակի այս շաբաթ, հա, ինչ որ մի բանից կարող եք նեղվել։ Միգուցե նոր նախագիծ եք սկսել, այդտեղ ոգևորված էիք եւ կարող է ինչ-որ միտեղ գումար եք ներդնել, բայց դեռ այս շաբաթ գումարը չկա, նեղվում եք դրանից։ Այդտեղ կա յուրաքանչյուր նախագիծ, որը այս շաբաթ ֆինանսների հետ է կապված, որը ներդրում եք անում, շատ զգույշ եղեք, որտեղ կարող է ինչ-որ մի ձևով նաեւ անհաջող լինել դա ձեզ համար։ Նա համար երկար մտածեք եւ ամբողջությամբ մի ներդրեք գումարը։
ոնց որ ներդրած գումարը ամբողջությամբ հետ չեք վերադարձնում ձեզ։ Մնում է, ինչ որ ինձով կորուստ է լինում։ Նա պետք է պատրաստ լինեք ամենայն դեպս ամեն ինչին, եւ քիչ ծախսեք, որովհետեւ իրոք կարող է որտեղ աշխատում եք, Հիմա ինչ-որ մի խնդիր ունեն եւ չեն կարողանում ճիշտ ժամանակին գումարը տալ, աշխատավարձը տալ, եւ դուք էլ այդ հույսով, որ ամեն ամիս նույն ժամանակահատվածում միևնույն է գումար տալիս են, գումարը ծախսում եք եւ հետո նստում եք այդպես։ Իսկ առողջության հետ կապված այստեղ լավ առողջություն միմիայն, հա, կարող եք զբաղվել նաեւ սպորտով, մարմինը կոփել։ Դե եթե հիվանդ եք, ապա վերականգնում, ուժերի վերականգնում, էներգիայի վերականգնում, հա, եթե նման խնդիր կար։ Այնպես որ այստեղ, հա, ինչ էլ որ լինի, վերականգնում է, եթե խնդիր էլ չկար, ապա այս շաբաթ բացարձակապես խնդիր չի լինի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 2-ը։ Նախորդ եկվորյակների նման նույն քարտն է ընկել, նույն բաները պետք է ասեմ, որովհետև դե բնականաբար նշանակությունը նույնն է, ոչինչ չի փոխվում, բայց լավն էր, իհարկե լավ քարտ է։ Տեսնենք, ինչ է սպասվում խեցգետիններին։ Նախ պետք է ֆինանսներից մի փոքր ուշադիր լինենք, որտեվ դա սա մի փոքր խաբեբայի քարտն է, եւ կամ դուք եք, հա, ինչ որ մեկից թաքնվում ֆինանսական խնդրի պատճառով, որ ձեզ չհանդիպեն, կամ դիմացին է կարող խաբել եւ փախնել եւ այդպես բախկվել։ Դուք այստեղ նոր սեր, նոր առաջարկ, ամուսնության առաջարկ, հղիություն, ծննդաբերություն, ձեզ կարող են նաեւ առաջարկել օգնություն, այստեղ նոր ինչ-որ մի բան կմտնի ձեր հարաբերություններում, սիրո մեջ, հա, եթե դեռ միայնակ եք, հա, եթե արդեն ամուսնացած եք, ապա եւս ինչ-որ մի թարմ մի բան կմտնի։ Նոր սիրավեպի սկիզբ, երազանքների կատարում, երեխաների հետ կապված, եթե ինչ-որ մի բան կա, ապա եւս ձեր ցանկությունները կկատարվեն։ Միգուցե ինչ-որ երազանք ունեք, փոքր ինչ-որ մի բան սկսելու ձեր կյանքում, փոքր դետալներ արտադրելու կամ փոքր ինչ-որ մի բան, հա, նոր մի բան սկսելու։ Անհոգ կյանք է, հա, սա, ուրախ պահեր են ձեզ մոտ, որ մտածելու առիթ չկա, սիրտը բաց, այդպես։ Նոր հարաբերությունների համար եւս բաց ձեր սիրտը, ձեր ցանկությունները կիրականանան, ճիշտ է, սա ոնց որ փոքր քարտն է, հա, բայց ամենայն դեպս փոքր քարտը եւս ինքը նոր սկիզբ է նշանակում։ Եվ այստեղ նաեւ մի փոքր խառնեցի։ Կանգնած այստեղ նայում եք հեռուն, նայեք անձնական հարաբերություններում, ինչ որ մի բանը կարծես թե այնպես չէ։ Այս քարտում կանգնած նայում եք, բայց ինքը ընդհանրապես մարդիկ շարժվում են առաջ, գնում են։ Այստեղ կամ ընտանիքի ոչ անդամներից մեկը կարող է գնալ, սա նաև նոր մի բան կարող եք մտածել հարաբերություններում, ինչ որ մի բան ձեզանից հանել, նորին տեղ մտցնել, հա, նորի համար տեղ գտնել։ Սա միգուցե խոսում եք ձեր զույգի հետ եւ որոշում եք, որ այլևս այդպես չի կարող շարունակվել, հա, եւ նոր ուղի եք որոշում ձեր հարաբերություններում։ Նաեւ սա պետք չի կասկածել ձեր կարողություններում, այստեղ վախ կա նաեւ,
Միգուցե հարաբերությունների կորստի համար, հարաբերություններ սկսելու համար։ Եթե ինչ-որ մի բան այնպես չի, ավելի լավ է խոսեք այս շաբաթ, հա, տեղում մի մնացեք։ Քննարկեք, խոսեք, հասկացեք, եւ եթե ինչ-որ մի բանը պետք է հանել, որպեսզի ճիշտ ապրեք, ապա հիմա այստեղ արեք դա։ Մի մնացեք նույն տեղում։ Եվ սա կարող է լինել ճանապարհորդություն, ընտանիքով կարող եք ճանապարհորդել եւ էլի հա ոնց է այստեղ ձեզ համար նոր ուղի էլի կանգնած այստեղ մտածում եք, հա, ինչ կլինի այնտեղ, ինչ կլինի մյուս կողմում, արդյոք լավ է որ գնում ենք, հա, բայց դե պետք է անել այդ քայլը, եթե այդպես եք որոշել։ Սա կարող է լինել արձակուրդ նաև ռոմանտիկ հանգիստ ոմանց համար սիրելիների հետ, նոր վայրեր կարող եք այցելել որպես ուղղակի ուսումնասիրելու նպատակով, դե իհարկե տեղափոխվեք մեկ այլ քաղաք, մեկ այլ երկիր, այդտեղ։ Բայց մտածում եք այստեղ։ Մտածում եք, որովհետև եք երեխայի հետ է եւ հա մտածում եք եւ երեխայի ապագան եւ ինչպես է լինելու, ինչ է լինելու երեխայի հետ, ինչ է լինելու ձեզ հետ, որտեւ իրոք չեք տեսնում դուք ձեր ապագան, այս քարտով իհարկե, կամ նայում եք եւ սկսում երազել, որ այ լավ կլիներ, որ գնայի օրինակ այնտեղ, գնայի այնտեղ ապրեի, սպասում եք կամ միգուցե արձակուրդի օրվան, որպեսզի գնաք։ Աշխատանքի հետ կապված այստեղ այս մարդը ոնց որ ինքը մի քիչ խորհրդավոր կարտ է սա, գիտեք ձեր արժեքը, գիտեք ձեր նպատակը, ուր եք գնում եւ առանց շեղվելու գնում եք ձեր այդ նպատակին եւ ոչ ոք չի կարող ձեզ շեղել, որովհետեւ այստեղ նայեք ինքը նստած մտածում է, ընտրում է իր ճանապարհը եւ գնում է եւ ոչ ոք չի կարող իրեն ասել, գիտեք, չէ, էս լավ չի, էսի մի արա, ոչ ոքին չեք լսի։ Նույնն էլ մասնագիտության ընտրությունը արդեն կատարել եք եւ հիմա այս շաբաթ եթե անկար ձեզ ասեներ, որ գիտես, սխալ ես ընտրել, միևնույնն է, հա, դուք այդ ձեր մտածմունքին եք մնալու, ոչ ոք ձեզ չի կարող փոխել։ Եվ միգուցե աշխատանքի հետ կապված այստեղ շաբաթ ինչ-որ ձեզ մի անկյուն է հարկավոր, որպեսզի դուք աշխատեք միայնակ, դուք ինքներդ ձեզանով, այդպես եւ իհարկե ովքեր որ սպասում էին քննության պատասխաններին, այստեղ հավանականություն շատ մեծ է որ կգա։ Այստեղ պետք է անպայման մարդը շարունակի գիտելիք ստանա, հա, ըստ այս քարտով։ Դե գումարի համար այստեղ արդեն ասացի, որ պետք է զգուշ լինել, որովհետև խաբե բաներ կան, այստեղ կարող են ձեր գումարները կամ ինչ-որ միտեղ ներդնեք, վերցնեն, գնան, փախնեն, կամ դուք միգուցե, հա, իրոք, ինչ-որ մեկին պարտքեք եւ հիմա ուզում եք այնպես անել, որ դեռ չգա, հա, դեռ չուզեն ձեզանից։ Այստեղ նաեւ եթե խնդիր կա ձեր գործունեության մեջ, ձեր բիզնեսի մեջ, հա, ֆինանսական խնդիր, ապա այստեղ կարող եք նոր հետաքրքիր մի բան մտածել, թե ինչպես կարող եք այն լուծել, որ կորուստներ կամ քիչ ունենաք, հա, կամ բացարձակ չունենաք, հա, ուղղակի պետք է մարդ զգուշ լինի։ Նոր ճանապարհ եթե ընտրեք եւ պետք է գումար ներդնեք այնտեղ եւս, հա, ընդհանուր ֆոնը դա էր ասում, ապա եւս պետք է երկար մտածեք, որտեղ եք գումար ներդնում, որպեսզի խաբեության մեջ չհայտնվեք, ինչ-որ մեկը կարող է ասել, արի, եթե գումար ունես, արի ներդիր, իրար հետ սա անենք, հա, եւ կամ վատ վերջանա դա, կամ վերցնի այդ գումարները ու փախնի, կամ ապրանքը վերցնի փախնի։ Այդպես ուղղակի այս շաբաթը ավելի շատ քրտնաջան պետք է աշխատեք։ Եվ եթե ֆինանսական առաջարկ ստանաք եւս, հա, էլի եմ ասում, պետք է ուշադիր լինեք, որտեվ կարող եք մեծ գումար կորցնել։ Գումարը ստանալ այստեղ, եթե աշխատավարձ պետք է ստանաք, այստեղ ոնց որ բախկվում են ձեզանից, որտեղ դեռ գումար չունեն։ Միգուցե ուզում եք տեսնեք, անընդհատ այստեղ չի եւ այլն, հա, կարող է դժվարանաք այս շաբաթ ձեր աշխատավարձը վերցնել անգամ։ Մի ներքաշվեք, ոչ մի ինչ որ այդպես խնդրի մեջ, հա, որը կապված է գումարների հետ, որովհետև կարող են իրոք ձեզ
այդպես մեծ խաբեություն լինի։ Նե խաբեբայի քարտն է սա, ընդհանուր։ Նայեք վերցրել է եւ պահկվում է մնացածից։ Ինքը հենց այդպեսի նշանակություն էլ ունի։ Իսկ առողջության հետ կապված դա կարող է լինել, դե բնական է սա լավ առողջություն է, դա կարող է լինել մայրանալ, դա կարող է լինել հղիություն, ծննդաբերություն, ոչ մի այստեղ խնդիր չկա։ Եթե խնդիր լինի, ապա այստեղ մրսածություն կարող է լինել, մրսածության հետևանքները կարող են լինել ուղղակի ջերմություն կամ բորբոքային process։ Միայն դրան պետք է ուշադրություն դարձնել։ Դա իհարկե ովքեր որ ունեն, ինչ-որ խնդիր, դա կարող է շարունակվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 2-ը։ Բաց առաջ եք գնում։ Թուրը տնկած, գուցե նաև աչուձախ վիրավորելով։ Տեսնենք ինչ է սպասվում առուսներին։ Մոտավոր նույն քարտն է։ Ահա, այստեղ։ Այս շաբաթը բավականին ոգևորված առաջ կգնաք եւ ձեզ ոչինչ չի կարող խանգարել, որովհետեւ թուրը ձեռքին գնում եք առաջ, դա ուղղակի կարող է լինել նաեւ մարդը այդպես թրով ավելի շատ դե կարող եք նաեւ դիմացինին վնասել։ Դե միայն աշխատանքի համար է լավ, որ մարդը կարողանում է այդպես լավ հավեսով առաջ գնալ, առաջ տանալ իր գործունեությունը։ Միայն պետք է ուշադիր լինել հարաբերություններում, այստեղ եւս կար, կարող եք մի քիչ այդպես կատաղած լինել եւ հարաբերությունները փորձել վերջ տալ, վեճ լինի, հակասություն իրար լավ չհասկանաք։ Եվ սա նաեւ նշանակում է փոքր չարություն, որտեղ մարդը այդպես թուրը վերցրել եւ գնում է առանց հետ նայելու, այդպես կարող եք նաև մի քիչ առույցներին համահունչ քարտ է, մի համար այստեղ ուշադիր եղեք, որպեսզի հարաբերություններին վերջ տաք։ Ամենակարևորը։ Նաև դե գումարային այստեղ միգուցե Եվս էլի ագրեսիվորեն որոշեք լուծել ձեր ֆինանսական հարցերը, եթե խնդիրներ կային, նույնն էլ հարաբերություններ, նույնն աշխատանքի վայրում, եթե ինչ-որ խնդիրներ լինեն, ապա սա ագրեսիվություն է, ավելի շատ ոնց որ մարդը ագրեսիվ գնում է առաջ, աչուձախ ոչ ոքին չնայելով։ Դա սա ցածր քարտ չի, որ ասեմ, ինքը ցածր է եւ նոր է սկսում ինչ-որ մի բան, դրա համար այդպես աչուձախանում։ Սա կարող է լինել նաեւ սուր բառեր, բանավեճ, որ ասում են ինքնապաշտպանություն եւ այդ ձեր խոսքով, ձեր արտահայտությամբ նաեւ կարող եք դե դիմացինի հետ նաեւ վիճել, դիմացինին վիրավորել, շատ այդպես սուր բառ ասել մի խոսքով, այդքան էլ լավ բառ չասել։ Եվ իհարկե անձնական հարաբերություններում նույնպես այդպեսի բնավորությամբ եք դե ոնց որ ընդհանուր ֆոնը ավելի շատ այստեղ կարող եմ ասել ձեր հարաբերություններին է վերաբերվում։ Եվ եթե դուք ամուսնացած եք կամ արդեն զույգ ունեք, ապա ձեր զույգը կարող է հասնել ոչ թե ինչ-որ մի դիրքի այն ամենի, ինչը որ նա ցանկանում է։ Սա նաև երջանկություն է նշանակում, փոխըմբռնում, իհարկե այն ընտանիքներում, այն հարաբերություններում, որտեղ որ մարդը
ավելի դրական է մտածում, ոչ թե այդպես է, այստեղ թուրը վերցրել է ձեռը եւ աչուձախ վիրավորում, ասում, խոսում, մարդիկ կան ամեն ինչ ավելի հանգիստ են տանում, հանգիստ են վերլուծում, խոսում են, հասկանում են մարդիկ կան, այսպես կարող են նաեւ սուր վիրավորել եւ վեճ առաջանա հարաբերություններում։ Կամ այստեղ միգուցե դիմացինը իր ցանկություններին հասնելու համար գնում է առաջ եւ միգուցե նաեւ տրված է աշխատանքին, տրված է իր գործունեությանը, եթե դες դուր չի գալիս դրա համար, կարող այդպես թուրը վերցնեք, հա, եւ որոշեք աչուձախ այդպես կպնել, որ դե ինքը ավելի շատ ուզում է առաջ գնալ, քան զբաղվում է ընտանիքով, հա, կամ մեկ այլ բան, ոնց որ մարդը ավելի շատ տրամադրված է աշխատանքին։ Դրա համար դուք կարող եք հրահրողը լինել հարաբերությունների սրմանը, դրա համար դուք պետք է ավելի հանգիստ լինեք։ Այս շաբաթ յուրաքանչյուր բան հանգիստ անեք եւ ուրախանաք ձեր զույգի հաջողությամբ։ Իսկ աշխատանքի հետ կապված այստեղ բարգավաճում, հաջողություն, հաղթանակ, նայեք նստած է մարդը, նա ինքը իր դիրքում է, նաև կարող եք ինչ-որ մի բան նշել, կարող ընդունվում եք աշխատանքի դա եք նշում, բավարարված կլինեք ձեր աշխատանքով, ձեր դիրքով, միգուցե դա բիզնեսին է նաև վերաբերվում, մրցակիցներից ավելի առավել կլինեք, ավելի հաջող կլինեք, հաջողակ։ Դե նայեք ինքը ոնց է նստել, հա, այդպես դիրքով։ Եվ այստեղ կարող է լինել մասնագետ որպես օրինակ ոճաբան, մերսող, բուժող, բարեգործական կազմակերպություններ նույնպես կամ այլ մասնագետներ, հա, որոնք օգնում են մարդկանց եւ կարող եք օգնել այս շաբաթ ինչ-որ մեկին, աջակցել եւ դուք ձեզ լավը զգաք, այսպես որ դա արեցիք այն ինչ որ պետք էր եւ ինչ-որ մի նախագիծ կարող է լինել, ինչ-որ մի բան, որը ավարտում եք հաջողությամբ։ Դա սա նաեւ բիզնեսի բացում է, բիզնեսի առաջ խաղացում է, բիզնեսը առաջ տանելն է, ոգևորվածություն է եւ արդեն ոնց որ հասել եք այն դիրքին եւ վերջ, ունեք ամեն ինչ։ Այն ֆինանսական առումով սա նշանակում է ինչ որ մի բան կարող է գնալ։ Սա կարող է լինել աշխատանք ամեն ինչ լավ է, բայց ֆինանսական վիճակը այդքան էլ լավ չէ։ Ինչ որ մի բան կարող է գնալ, միգուցե երկրորդ եկամտի աղբյուրը, միգուցե փոխում եք աշխատանքը եւ դեռ այս պահին ոնց որ աշխատանք չունեք եւ դրա համար դեռ պետք է սպասեք, որ աշխատավարձը դեռ տան։ Սա նաեւ կարող է լինել երկու ընտրություն, որը պահել, որը թողնել, որը շարունակել, որովհետեւ կողմ ինչ-որ մեկը ձեզ ֆինանսապես այդքան էլ լավ չի բերում։ Դե սպասեք մի հատ փակեմ էլ ես տղալի, սկսեցին այս գործերը։ Ամբողջ օրը գլուխները ստանում են։ Դա ինչ-որ մի բան հա գնում է այստեղ ձեզանից նորին տեղ բացելու համար եւ ընտրություն է, որը թողնել, որը անել է, ինչ-որ նոր ռիսկեր են, նոր հնարավորություններ են, այստեղ յուրաքանչյուր դժվարությունից հետո անպայման գալիս է հաջողություն, այնպես որ վստահ եղեք ձեր, որ ավելի հաջողություն կունենաք նոր նախագծերում եւ ավարտից հետո միայն։ Եվ եթե հիմա ինչ-որ մի բան եք ուզում, ինչ-որ մի բանի եք սպասում, ապա պետք է ավարտեք, նոր ստանաք այդ գումարը, բնականաբար։ Այդպես է յուրաքանչյուր հարցում, հա, այդպես է։ Դե եւ իհարկե առողջության հետ կապված այստեղ ինչ կարող եմ ասել։ Առողջությունը մի փոքր կարող է տրամադրության անկում լինել, դե կարող է ֆինանսների հետ կապված լինել, նաև այստեղ այդ ոգևորվածությունն է եւ տրամադրության անկումը կարող է բերել նաև ագրեսիայի դիմացինի հանդեպ։ Ավելի դրական պետք է լինեք, լավատես պետք է լինեք, եթե ինչ-որ խնդիր կա, ապա եթե լավատես լինեք, ապա այդ հիվանդությունը աննկատ կանցնի։ Եվ ձեզ չի տանջի, եթե ինչ-որ մի խնդիր կա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։
Գնանք գույսերին։ Ինչ է սպասվում գույսերին հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 2-ը։ Ոյ։ Ինչ է սպասվում գույսերին օգոստոսին, հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը։ Հարգելի գույսեր, ձեզանով կավարտեմ այս տեսանյութը, հաջորդը կլինի արդեն վաղը, հաջորդ նշանինը, նշանները իհարկե, որովհետև բավականին դամար ես տարոք քարտերով չեմ, որովհետև տարոք քարտերը բավականին խոսում են եւ ստիպված ես լինում ավելի շատ խոսել, դրա համար տեսանյութերը բավականին երկարում են, իսկ մյուս քարտերը ավելի կարճ են, խոսուն չեն եւ դե խոսուն են, բայց ոչ այդքան շատ, հա, քան օրինակ այս մյուս քարտերը, որտեղ սրանց մի քանի նշանակություններ ունեն։ Ուրեմն ընդհանուր ֆոնը ձեզ մոտ այստեղ տեսնում եք մարդը վերցրել է մի քանի գործ, մի քանի ինչ-որ պահեր ձեռքը եւ գնում է, այսինքն ոնց որ ասում են մեկ ձեռքով երկու ձմերուկ եք բռնել այս շաբաթ։ Նաև կարող է ինչ-որ մի բան, ինչ-որ մեկը, ինչ-որ չար մարդ, նախանձ մարդ կարող է այնպես անել, որ խնդիրներ ստեղծվի ձեզ համար, որ դուք դժվարություններ հանդիպեք ձեր ճանապարհին, ոնց որ նպաստում է դրան։ Այստեղ նաև այնպիսի պահեր են, ոնց որ բեռը մարդ իր վրա է վերցրել, իր ուսերին է վերցրել եւ տանում է առաջ։ Բոլորի այստեղ կարող է ստրես ունենաք, կարող եք եւ մտավոր եւ ֆիզիկական ուժասպառություն նկատեք ձեր մոտ։ Դե ավելի ոնց որ պետք է ձեր ուժերի չափով վերցնեք աշխատանք։ Կամ ստիպված եք դա անում, որովհետեւ դուք պետք է ձեր վրա է, հա, եւ դուք պետք է դա անեք։ Ոնց որ ասում ամբողջ ընտանիքի հոգսը կամ հա եւ այլն ինչ որ մի բան, միգուցե աշխատանքի վայրում է նաեւ այդպես ձեր վրա եւ դուք պետք է անեք։ Եթե շատ է թե զգում եք, որ չէ, շատ եք արդեն հոգնում, ապա պետք է խոսեք տնօրինության հետ եւ այդ հարցին լուծում տաք շատ արագ։ Եվ այստեղ անձնական հարաբերություններով ովքեր նոր են ծանոթանում, շատ պետք է զգուշ լինել, որովհետեւ այստեղ շատ կարող է լինել հմուտ մանիպուլյատոր, այդ ծանոթացողը կամ միգուցե նման արարքի շնորհիվ որոշի ձեզ հետ ծանոթանալ։ Այստեղ պետք է շատ ուշադիր լինել։ Եվ ընդհանրապես այս մարդը իրեն համարում է առաջին դիրքում, եթե ձեր ամուսինն է, թե ձեր կինն է, ոնց որ առաջին դիրքում ինքը կլինի, կուզենա բոլորի շուրջը պտտվեն, բոլորը իր մասին խոսեն, իրեն ենթարկվեն, անեն ինչ որ ինքն է ուզում, իր ուզածով, այդպես, ինքը այդպես է ցանկանում եւ այդպես պետք է լինի։ Այստեղ հարաբերությունները բնականաբար կարող են տուժել եւ խոսակցություններ լինի նաեւ։ Եթե դա ֆինանսական առումով լիներ, աշխատանքի առումով լիներ, ավելի շատ աշխատանքի, դա մեկ այլ հարց է, հա, հարաբերություններում գլխավոր դերում լինելը ու ասել ինչ անել, հա, տղամարդուն մի տեսակ նորմալ է, բայց այս քարտը մի տեսակ ուրիշ ձև է, հա, ոնց որ դու չանես, այսպես կլինի կամ չգիտեմ։ Միգուցե նաև այնպեսի մեկին եք բախվել, ով որ իրոք դե հետս չհանդիպես, կասեմ, որ հետս հանդիպել ես կամ չգիտեմ, նման, հա, ինչ որ մեկին, ով որ խնդիրներ է ստեղծում ձեր կյանքում։ Նա համար պետք չի անգամ բարևել, պետք չի անգամ նման մարդկանց կողքը նայել, որ խնդիրներ չստեղծվի ձեզ համար։ Այնպես որ այստեղ պետք է անձնականում մի փոքր չէ, բավականին ուշադիր լինել այդ հարցում։
Դե եթե ուզում եք առաջին տեղում ունեք եւ երեխաները ձեզ լսեն, այդ հարցում շատ լավ է։ Բայց էլի, ամեն ինչ վերցել եք ձեր ուսերին, դուք եք որոշում, դուք եք անում։ Դա եւս է, էլի բեռա։ Դուք եք անում, էլի այստեղ անձնականում եւս, հա, ոնց որ ես, հա, ու այդպես։ Հիմա էլ այդ վիճակն է։ Համլի հանգստացեք, թողեք, որ ամեն ինչը իր հունով գնա, ոչ մի բան մի վերցեք ձեր ձեռքը, եթե զգում եք ինչ-որ նման մեկն է գալիս, որ ծանոթանա ձեզ հետ, փորձեք հեռու պահել ձեզ իրենից, ուրիշ ոչինչ։ Այստեղ աշխատանքի բերումով կարող է ոմանք որոշեն բիզնես բացել, նոր ինչ-որ մի բան սկսել, նոր աշխատանքի անցնել, ինչ-որ նոր նախագծեր կարող են լինել կամ շատ նախագծեր կարող են լինել եւ ոնց որ դեռ պետք է քիչ-քիչ անեք, միանգամից մի արեք, այստեղ եւս է բեռը կա, նույնպես աշխատանքը, եթե ուզում եք մի քանի բան անեք, մի վերցրեք միանգամից այդ մի քանի բանը ձեր ձեռքը ու սկսեք անել, հա, մի քիչ համբերեք, մի շտապեք։ Այստեղ նաեւ պետք է սովորեք ավելի հմուտ մարդկանցից, հմուտ մասնագետներից, միգուցե այս շաբաթը դեռ օրինակ ոմանք փորձաշրջան պետք է անցնեն աշխատանքի հետ կապված, միգուցե բիզնեսի հետ կապված, ինչ որ մի բան է, որոնք դեռ պետք է սովորեք, աճեք։ Որտեվ սա բաժն է, իսկ բաժը դա փոքր, հա, փոքր ինչ որ մի բան է։ Նոր սկսվող կամ փոքր մի բան։ Նաև կարող է ինչ որ մի սայթերով եք գործանում, այդպես նոր եք սկսում, հա, նոր սկսվող մի բան է սա ձեզ համար, որին դեռ պետք է անցնեք ճանապարհ եւ որը պետք է դեռ սովորեք։ Լավ կլինի, որ մարդը ավելի կայուն ձևով, հա, սովորի հետո նոր առաջ գնա։ Հետո նոր փորձի, հա, ինչ որ մի բաներ այդպես անել առաջ։ Ֆինանսական առումով այստեղ նայեք հստակ խավարման քարտն է, այնտեղ մյուսն էլ եմ ես համարում խավարման քարտը։ Չգիտեմ ինչու, հա, ինձ մոտ այդպես տպավորվում են այդ քարտերը, որ խավարման քարտեր են իրանք։ Եվ այստեղ նայեք, կամ գործերը արել եք, գնում եք եւ սպասում եք գումարին, որպեսզի գումարը տան։ Եվ այստեղ կարող է նաև բարձր եք սկսում ձեզ գնահատել, ձեր աշխատանքը գնահատել, կարող է նաև թանկացնեք ձեր ծառայությունները, եթե դուք առանձին եք ինչ-որ գործեր անում։ Նաև այստեղ մի փոքր եթե սպասում եք նոր աճ, նոր հա ինչ-որ մի բան, ոնց սա ավելի շատ ավարտն է, քան նոր որևէ մի բանի աճ։ Այստեղ պետք է հասկանաք, որ ինչ-որ մի բան սկսելու համար, այստեղ եթե աշխատանքի եք սկսում, բիզնես եք ուզում սկսել, այս շաբաթը ես այդքան էլ խորհուրդ չէի տա, որովհետև դժվարությունների կարող եք բախվել, որովհետև սա ինչ-որ մի բանի ավարտ է, քան սկսելը։ Ինքը եթե վերցնենք ամսի 29-ին լինելու է լիալուսին, դա ինձ հետո լինելու է նվազող լուսին։ Եվ նոր ինչ-որ մի բան սկսելը, դա արդեն խելքի մոտ չէ եւ այն ավելի շատ ավարտվում է, քան նոր է սկսում մարդու մոտ։ Մի փոքր մարդը տանջվում է այստեղ, մի փոքր խնդիր կա այստեղ։ Կամ արդեն ոչինչ ձեզ եկամուտ չի բերում, այն ինչ որ անում եք, հա, եկամուտ չի բերում, դրա համար անընդհատ փորձում եք նոր անել, դրա համար այնտեղ խնդիրներ կան, բեռը ձեր ուսերին է, դա այդ խնդիրներով անցնում եք այս շաբաթը։ Նույնն էլ նայեք, ազդում է ձեր առողջության վրա, պարզ երևում է նաև առողջությանն էլ կա խնդիր։ Մի կարճեք հին սովորություններից, ուղղակի, այն ինչ որ առաջ արել եք, հիմա պետք չի անել։ Նորացրեք, թարմացրեք այն ինչ որ անում եք, այն ինչ որ ձեզ գումար է բերում։ Միգուցե այնպես եք անում, ինչպես որ առաջ էր, եւ դա էլ արդեն ակտուալ չէ, եւ դա ձեզ գումար չի բերում։ Եվ այստեղ կարող է լինել ոմանց մոտ, որ աշխատանքը լինի շատ, այնտեղ ծանրաբեռնվեք, այսինքն աշխատանքի վայրում ինչ-որ մարդիկ բացակայ են, այդ շատ ծանրաբեռնում, բայց քիչ վճար։ Չնչին վճար, որ դուք նեղվում եք, այստեղ լավ, այդպես ճլորած գնում եք տուն, հա, ու այդպես։
Դա իրոք այդ ընդհանուր ձեր ճնշվածություն ասեմ, այդ բեռ ասեմ, գումարային այդ որ իրոք աշխատանքը շատ գումարը քիչ, դա ինձ հնարավոր է մի փոքր այդտեղ հոգնածություն լինի առողջության հետ կապված, թուլություն, հնարավոր է նաև վնասվածքներ, վիրակապեր, որոնք որ եւս չեն թողնում ինչ-որ մի բան ավելի շատ անել կամ իրոք շատ անելուց կարող է ձեռքերը կապտուկներ են առաջանում կամ կոշտուկներ են առաջանում, եւ դա հետո պետք է լինի վիրակապել եւ այլն։ Այստեղ նաեւ ոմանց մոտ կարող է լինել հղիություն, որին որ չեք սպասում իրոք, ընտանիքի ոչ մի անդամ չէր սպասում, ձեր տեսողության անպայման ուշադրություն դարձրեք, այստեղ կախված է նաև թե ոնց որ ինչ եք աշխատում, եւ հոգեբանական տրավմաների նույնպես, այդտեղ խնդիր է եւ դա անմիջապես ազդում է ձեզ վրա։ Ներքին խոչընդոտներ կամ վախեր ունեք, ոնց որ ձեր ուղեղը չի ուզում դրան հաղթահարի։ Հենց դա էլ գալիս է, որ այստեղ խնդիր է լինում։ Ձեզ մոտ այստեղ դեպրեսիվ իրավիճակ, հոգնածություն, ամեն ինչից հոգնած, բնական է արդեն, եթե դուք ամբողջ շաբաթ այսպես տառապեք, բնական է, որ ամսվա շաբաթվա վերջ արդեն բավականին հոգնած կլինեք։ Միգուցե ամեն օրվա հոգնածություն ասա ձեզ ցույց տալիս։ Այսքանը ձեզ համար մի քիչ խառը շաբաթ է։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Հաջորդ տեսանյութերը արդեն հաջորդ նշանները կարող եք նայել մյուս տեսանյութում։ Լավ եղեք, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։